Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվ այսպես վերջին օրերին կրկին թեժացած իշխանություն եկեղեցի լարվածությունը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, օրերս Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, որ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարևարկության ստուգում եւ այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծվի։ Այնուհետև նա մի նոր ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ, որտեղ նշեց, որ եթե պարզվի, որ իրոք Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի արկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։ Խնդիրը բարձրացնում եմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես հանրապետության վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում, նշել է նա։ Այս ամենի խորապատկերին 3 Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցել են եպիսկոպոսներ ու թեմակալ առաջնորդներ Հայաստանից եւ Սփյուռքից։ Այս մասին տեղեկացնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգի Facebook-յան էջը։ Նշվում է, որ ժողովում քննարկվել են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, եկեղեցի պետություն հարաբերություններին եւ հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Մայրաթորի տարածած հայտարարությունում նշվում է, որ եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականանց հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով ու սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում, թե Սփյուռքում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Կոչ ենք անում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների, նշվում է հաղորդագրությունում։ Այսօր Facebook-յան իր էջում ուշագրավ գրառում է կատարել ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, նա մասնավորապես գրել է. Մայիսի 30-ին գերաշնորհ Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանը ուղիղ եթերում հայտարարել է, թե տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ իրեն ասել են հետևյալը. Ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կիլոմետրաժը կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն ԼԳԲՏ-ների բուծման վայրեր, որտեղ կլինեն ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայր, որտեղ սահմանները կարևոր չեն, ազգային արժեքներ եւ այլն, սրանք մոռացեք ամբողջությամբ, որը կլինի թմրանյութերի տարանցիկ միջանցք կամ կիրառման վայր, որը կլինի փողերի լվացման տարանցիկ միջանցք կամ վայր, եթե դուք այս իշխանությանը փոփոխություն չանեք ձեր երկրում։ Այսինքն ստացվում է հետևյալը. օտարերկրյա ուժային կենտրոնները կապ են հաստատել առաքելական եկեղեցու arczepiskopos-ի հետ, նկարագրել են Հայաստանը ճակերտավոր Սոդոմ Գոմորի վերածելու սցենար եւ նրան հորդորել են այս հիմքով իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Եթե գերաշնորհ Տերը ճիշտ է ասում, ապա ես չեմ կարող նրա առաջնորդած սրբազան շարժումը անվանել որևէ այլ կերպ, քան Հայաստանում օտարերկրյա ուժերի կողմից իրականացված հեղաշրջման փորձ, գերաշնորհ Տիրոջն էլ չեմ կարող անվանել որևէ այլ կերպ, քան
երկրյա ուժային կենտրոնների ազդեցության գործակալ։ Հույս ունեմ, որ Գերագույն հոգևոր խորհուրդը եւ Բագրատ Սրբազանի անմիջական ղեկավար Նորին Սորբուծություն Տեր Գարեգին Բ-ն կպարզաբանեն այս հարցը եւս։ Չգիտեմ եկեղեցու հետ կապված հարցերում, որ հարցերն են մեր գործը, որոնք ոչ, բայց այս մեկը հաստատ իմ գործն է ու մեր գործն է, գրել է Ռուբինյանը։ Որքան հեռու կգնա այս առճակատումը։ Կողմերը կարծես թե պատրաստ չեն հրադադարի կամ կոնֆլիկտի լուծման։ Այսօր առաջին լրատվականին տված հարցազրույցում Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշել է, որ ժամանակին ինքը միջնորդել է, որպեսզի հանդիպեն վարչապետը եւ ամենայն հայոց կաթողիկոսը եւ հաշտություն կնքվի, սակայն վեհափառը սկզբում համաձայնել, ապա մերժել է առաջարկը։ Եվ գնացի Կոտայքի թեմի առաջնորդ Սրբազան Առաքելի մոտ, Սրբազանի մոտ, ասեցի, որ ես բան եմ ես նախաձեռնում, որպեսզի մենք կարողանանք այդ հարցը լուծենք, վերջապես ասենք կաթողիկոսի ու վարչապետի մեջ լինի, ասենք հաշտություն։ Ասեց, ես իմի չեմ կարա պատասխանեմ, դա ոնց որ 5 շաբթի օր էր։ Ասեց, ես միջև վեհափառի հետ չզրուցեմ, ես չեմ կարա ինչ-որ բան ասեմ։ Եվ շաբաթօրը զանգում է ինձ Սրբազանը, Առաքել Սրբազանը, զանգում է ինձ, ասում է ամեն ինչ լավ է, կաթողիկոսը համաձայն է հանդիպման։ Եվ շաբաթօր ես փորձեցի կապնվել վարչապետի հետ եւ չստացվեց մեր կապը։ Կիրակի օր առավոտյան ժամը 11-ին զանգում է ինձ Առաքել Սրբազանը, ասում է, որ բանը փոխվի, այդ հանդիպումը չի լինելու։ Այսինքն վեհապառը մերժեց։ Ահա։ Շաբաթօրը ինքը համաձայնություն էր տվել, իսկ կիրակի առավոտ արդեն մերժեց այդ բանը, հանդիպումը մերժեց։ Առանց հիմնավորման, պարոն Մելքոնյան, թե ինչն է եղել մերժման հիմքում։ Չէ, հիմնավորում ես որ պահանջել եմ, ես ուղղակի հարցրի ասի, ինչի՞ բա այդպես եղավ, շաբաթօրը համաձայն էր, կիրակի համաձայն չէր, Առաքել Սրբազանն ասեց, որ բանը իր որոշումն է։ Վեհափառի որոշումը։ Վեհափառի որոշումն է, ու այդտենց փակվեց այդ թեման փակվեց։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ Այսինքն վեհապառը որոշեց, որ պետք չէ հաշտություն եկեղեցու եւ իշխանության միջև։ Այո, ինքը հանդիպումը չեղալ համարեց։ Եվ այժմ զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մինասյան, եկեղեցուն կամ առհասարակ կրոնական կազմակերպություններին հարկային, մաքսային, ֆինանսական թափանցիկության դաշտ բերելու փոխարեն ինչու եք մտնում մարդկանց անկողին։ Հետաքրքիր ձևակերպում էր հարցը, բայց ընդհանրապես միտում չկա որևէ մեկի անկողին մտնելու եւ դա անթույլատրելի ենք համարում, այստեղ հարցը մի քիչ այլ է։ Եկեք մի քիչ ավելի եթե գլոբալացնենք, ցավոք սրտի հանրային աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների առճակատումը մենք չենք սկսել։ Սկսել են հոգևոր իշխանության ներկայացուցիչները եւ մենք տարիներ շարունակ երևի մեջբերում ենք անընդհատ, որ քաղաքականություն մտնել հոգևոր դասին արգելված է, քաղաքական process-ներին մասնակցել նույնպես արգելված է եւ քաղաքական դիմախոս դառնալ ինքն իրեն արդեն իսկ նշանակում է, որ պետք է կարողանաս նաեւ պատասխաններ ստանալ։ Այստեղ հարցը մի փոքր այլ է, որ այսքան տարիների ընթացքում բազմապիսի հնչած մեղադրանքներին մենք չենք արձագանքել կամ արձագանքել ենք քաղաքական խոսույթով, իսկ այժմ հանրության առաջ դիսկուրս է բացված, որ այն կեղծ նարատիվները, որ հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ տանում են, պետք է նաև ինքնաքննադատության ենթարկվեն եւ հասկանան, որ նրանք նույն հոգևոր կանոններին չեն համապատասխանում։ Ասում եք առճակատումը սկսել է հոգևոր իշխանությունը։ Իսկ գիտեք թե ինչու։ Իհարկե, ես կարծում եմ, որ մեր եւ նրանք բացահայտ նաև շեշտում են, նրանցից շատերը պարբերաբար հարցազրույցներ են տալիս,
Եվ այն լեզամտածողությունը, որ կա նրանց մոտ, ես հասկանում եմ մեկ նախադասությամբ, եթե ձևակերպեմ, որ եկեղեցին մշտապես դարեր շարունակ եղել է հայ ազգի, բայց ոչ պետականության պաշտպանը, եւ ոչ պետականություն ունենալու ժամանակներում եկեղեցին ունեցել է մեծ դերակատարում եւ մեծ իշխանություն ժողովրդի նկատմամբ, իսկ պետություն ձևավորելուց հետո ներկայացուցիչները եկեղեցականները դժգոհում են, որ այդ իշխանությունը նրանցից վերցվել է։ Այս վերջերս շատ է ուսումնասիրում պարոն Աճապահյանի հարցազրույցները, որոնք շատ խորը քաղաքագիտական են իմիջիալուց, ասեմ շատ ավելի քաղաքական, քան մեր ընդդիմության ներկայացուցիչները, եւ նա խոսույթի մեջ անընդհատ մեկնաբանում է, ասում է, թե դուք այդպես ուզեցիք, մենք տենց չենք ուզել, դուք, մենք, տարանջատում է դնում հստակ աշխարհի կյանքով ապրող մարդկանց եւ իրենց միջև եւ ոչ թե տարանջատումը նրա պատճառով է, որ նրանք հոգեվոր դասի ներկայացուցիչներ են, այլ նրա պատճառով է, որ նա իրեն եւ մի մասնիկը չի ընկալում եւ այդ ժողովրդին էլ չի ընկալում որպես իր հավատավոր հոտի մի մասնիկը ու այստեղ եւս մի հատ շեշտադրում եմ ուզում անել, որ եկեղեցու ներկայացուցիչները շատ հաճախ տարանջատում են դնում մարդկանց մեջ ըստ քաղաքական հայացքների, ըստ արտաքին տեսքի, ըստ սեռական կողմնորոշման, ըստ եւ այդ տարանջատումը հենց քրիստոնեության արժեքների դեմ է։ Այստեղ ես երբևիցե չի ուզենա մտնել այդ դաշտ որպես քաղաքական գործիչ, բայց հարցն այն է, որ այդ մարդիկ զերծ չեն մնում նույն տգեղ ատելության խոսքերը, նույն վատ արատավոր երևույթները բերել հանրային դաշտ ուղղված հանրային իշխանություններին, ուղղված քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ ամենաանընդունելին այն է, որ նրանք կարծում են, որ եկեղեցին նրանց սեփականությունն է, մի քահանա էլ այս վերջերս արտասանել էր, որ ես եմ ստեղի իշխանը, հասկանում եք մտածողության տարբերություն կա, այս մարդիկ դեռևս միջնադարից չեն եկել մեր ժամանակներ, որտեղ պետություն կա, կարգեր կան, օրենք կա եւ այո, գուցե ձեր նախնական դիտարկումը ընդունելի է, որ պետք է գուցե եկեղեցում բերել նույն պայմանների, նույն հավասար իրավունքների եւ պարտականությունների դաշտ, ինչ ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, բայց շատ կարեւոր շեշտադրում եմ ուզում անեմ, այս կռիվը եւ այս խոսույթը ընդհանրապես եկեղեցի որպես ինստիտուտ եւ իշխանությունների մեջ չէ, այս կռիվը որոշ ներկայացուցիչներ են, որոնք որ ամբողջությամբ փոխում են եւ արատավորում են հայ առաքելական եկեղեցու անունը։ Իսկ դուք չեք արատավորում այն իմաստով, որ առաքելական քայլերի բացակայության իմաստով։ Նորություն չեմ ասում, բոլորն էլ գիտեն, հիմա դա մեր լավ, այսպես ասած, օրից կամ պատմությունից չի եղել, որ նույն տարբեր շրջանառ ծառայություններ օգտագործել են հոգևոր դասի ազդեցություն ունեցող գործիչների, թե ներսում, թե սփյուռքում արմատավորելու տարբեր մոտեցումներ, գաղափարներ եւ այլն, հա, ըստ տարբեր պնդումների այդ ավանդույթը չի էլ փոխվել։ Այստեղ անելու բան կա, չեք արել։ Հիմա այդպես ուղղակի ասում եք ով ում քերոջ կնոջը ինչ անում։ Եղել է հարկային դաշտ, որպեսզի օրինակ այն բոլոր թեկուզ միայն նվիրատվությունները եւ այլն, որ եկեղեցին ստանում է, մենք իմանանք, որ դա եկեղեցուն է մնում եւ մեջ չի արվում։ Մենք ոչինչ տեղյակ չենք։ Եվ դուք ոչ մի գործուն քայլ չեք անում, այլ պարզապես հրապարակային մտել եք եկեղեցու կարկառու ներկայացուցիչների հետ, ինչ որ կոնֆլիկտի կռվի մեջ, որը շատ հաճախ տպավորություն է ոչ թե պետության, պետականության, հասարակության համար է, այլ անձնական հարցեր եք, հաշիվներ եք մաքրում, առջևում էլ նախընտրական շրջան է, փորձում եք կասեցնել եկեղեցու հնարավոր, այսպես ասենք, խաղեր տալ այդ process-ներում։ Իդեպ ինչի մասին նաև Մայրաթորը իր հայտարարությունում նշեց, որ սա քաղաքական, ներքաղաքական նաև տրամաբանություն ունի ձեր վարքը, եւ ձեզ մեղադրեցին նաև, որ դուք որոշակիորեն հակա սուրբ հայ առաքելական եկեղեցու դեմ ադրբեջանական քարոզչամեքենայի նարատիվներն եք շարունակում։ Ձեր հարցի մեջ մի 7 տարբեր ասպեկտ կար, որոնց անպայման ուզում եմ անդրադառնալ։ Առաջինը սա քաղաքական process է, այո, եւ եկեղեցին դիրքավորել է, երբ իրեն դիրքավորում է որպես ընդդիմադիր կառույց,
պետք է պատասխան ակնկալի նաև քաղաքական առումով եւ ինչից ամեն ինչը սկսվեց, եկեք սկսենք նրանից, որ այն տաբուացված թեմաները հայ հասարակությունում, որ եղել են երկար տարիներ, տաբուացված թեմաների մասին մենք սկսել ենք խոսել։ Եթե մի քիչ ավելի խորը վերլուծություն անենք, օրինակ երբ մենք խոսում էինք բանակի որոշ գեներալների մասին, որոնք որ անթույլատրելի վարք են ցուցաբերել պատերազմի օրերին կամ դրանից առաջ կամ որոշակի դիվերսիաների ժամանակ, մեզ ասում էին դուք արատավորում եք բանակը, բանակի անունը գցում եք, բանակին թիրախավորում եք եւ այլն եւ այլն։ Երբ մենք խոսում ենք կեղծ հայրենասիրությունից, որ չի կարելի կենաց խմել զինվորի հետո գնալ զինվորի այս ուտելիքը լափել եւ գողանալ, մեզ ասում էին դուք թիրախավորում եք հայ ազգային արժեքները, զինվորի բանակի մեջ չի կարելի մտնել կեղծ հայրենասիրությունը որն է, մարդիկ սովոր են ապրել իրենց կեղծ այդ բխբջակի մեջ եւ այդ կոմֆորտ զոնան իրենց համար հարմար է։ Մենք փորձում ենք այդ տաբուացված թեմաները եւ քննադատությունը, որտեղ կա թերություն, բաց հանրային դիսկուրսի տանել։ Եվ դա եղել է նաեւ եկեղեցու շուրջ։ Երբ պարոն վարչապետը կառավարության նիստին ասաց, որ կան մշակութային կոթողներ, եկեղեցիներ, որոնք վերածվել են ճուլանոցների, դա մի հսկայական աժոտաժ առաջացրեց հոգևոր դասի մոտ։ Եվ Սփյուռքում գտնվող եւ Հայաստանի ներկայացուցիչները անթույլատրելի եւ հայտարարակ բառապաշարով սկսեցին վարչապետին քննադատել, որ դու եկեղեցուն ասել ես ճուլանոց, դա եկեղեցուն չենք ասում ճուլանոց։ Եվ այդ արտակատումը այլ մեկնաբանություն է ստանում իրականում հողի վրա ոչ մի հիմք չունենալով, այսինքն եթե մենք խոսենք այսօր բենզինի գներից, մարդիկ ասելու են, այ ադրբեջանական սոկարը այսպես արեց, որ դուք խոսակ բենզինի գներից, այսինքն մենք մեր ներքի խնդիրները քննարկելու իրավասություն չունենք, որովհետև մեր ընդդիմության ինչու՞ նաև եկեղեցու ներկայացուցիչների թվում է, որ հայրենասիրությունը եւ ազգային արժեքների պահպանումը դա հակաթուրքականության գծի վրա է միայն։ Այսինքն այս մարդիկ հավասարը հավասարի են դնում ադրբեջանական որևիցե տեղ, որևիցե ասած բան մեր ներքին խնդիրները բարձրաձայնելու խոսույթին։ Չի կարելի նման բան անել, այդ դեպքում մենք պետք է ընդհանրապես լճանանք ու ընդհանրապես չխոսենք որևիցե քննադատության չառաջացնենք հնարավոր անթույլատրելի երևույթներ։ Իսկ իրականում այո, մեր եկեղեցական շատ պատմամշակութային կենտրոններ են այս տարիների ընթացքում վերակառուցվել, ճանապարհներ են գծվել դեպի այդ եկեղեցիներ եւ երբ մտնում ես տվյալ եկեղեցի տեսնում ես, որ նման անթույլատրելի իրավիճակ է, դրա մասին չբարձրաձայնելը ինքնին նշանակում է, որ դու չտեսնելու ես տալիս լիքը բան քո հասարակության մեջ արատավոր երևույթներ, որոնք որ չի կարելի անել։ Երբ դրանից հետո մենք սկսեցինք քաղաքական պատասխան տալ արդեն եկեղեցու այդ ներկայացուցիչներին, որոնք մի վայնասուն էին դրել, որ ոնց կարող եք դուք եկեղեցուն այսպես թիրախավորել։ Նոր դրանից հետո սկսեցին հիշել ադրբեջանցիներին, հիշել թուրքերին, հիշել սրանց Ժորժ ջան, մի հատ վերացարկվեք էլի այդ անընդհատ իրար մեջ քննարկել թե ով ոնց ասեց, դուք ձեր մեջ խնդիր տեսնում եք թե ոչ։ Մենք մեր մեջ խնդիր տեսնում ենք, մենք ընդունել ենք դիքը խնդիրներ։ Սա նորից կրկնեմ, քաղաքական քննարկումներ են եւ քաղաքացիներին եւ նաեւ հավատացյալներին մեսեջ է, որ դուրս եկեք այդ կեղծ ճիրաններից։ Իրենց մեջ եթե խնդիր էլ կա, իրենք Աստծո հետ են հարաբերվում, կապաշխարեն եւ դա ձեր գործը չէ։ Ախր հասկանում եք, Աստծո հետ ապաշխարելը մենակ իրենց եւ Աստծո կապի մասին չի։ Նրանք ներկայացուցիչներ են, որոնք պետք է շատ կոպիտ ասեմ, կապ լինեն հավատքի, քրիստոնեության, ինչու՞ չէ նաև հենց հայ մշակույթի որպես քրիստոնեություն մշակութային ասպեկտի հետ, ժողովրդի հետ։ Նրանք ժողովրդից կտրված պետքա չլինեն եւ այն արժեքները, որ նրանք են կրում, պետք է նաև կարողանան դիմացինին փոխանցել։ Ես չեմ կարծում, որ մեր մեջ կան մեր ժողովրդի մեջ կան sense սուր հավատացյալներ, որոնք տեսնելով այդ ամենը չեն հիասթափվում մեր եկեղեցու որոշ ներկայացուցիչներից։ Ես կարծում եմ, որ նրանց հենց իրենք են ավելի շատ գցում եկեղեցու անունը, քան ցանկացած քննադատություն, որ կարող է քաղաքական իշխանությունը բարձրաձայնել։ Եկեղեցին հիմա պետականության պաշտպան է։ Ես կարծում եմ, որ նրանց դիտարկումները խոսույթը պետք է սկսեն զննել ու տեսնել այդ պետականությունը որտեղ են պաշտպանում։ Երբ նրանք կարծում են, որ այո, կարող ենք սահմաններ չունենալ, այո, ինչ կլինի, որ առանց պետություն էլ է հայ ազգը ապրել,
երբ նրանք իրենց իշխանիկներ են համարում այն տարածքների, որոնք ընդհանրապես գործուղված են որպես սպասավոր այնտեղ աշխատելու, երբ նրանք կարծում են, որ իրենք կարող են թույլ տալ իրենց պետության դեմ դուրս գալ եւ արշավներ անել եւ վերջերս էլ 1 տարի առաջ սրբազաններից մեկը դուրս եկավ փողոց, հավաքեց մարդկանց, դարձավ քաղաքական գործիչ եւ մի հատ էլ էս վերջերս կրկնել, որ նրան օտար երկրներից ասում են, որ պետք է Հայաստանը ուզում են դարձնել Սոդոմ Գոմորյան ինչ-որ երևույթներ էր ներկայացնում, սկսած թմրանյութերից վերջացրած LGBT համայնքի տարածում եւ այլն եւ այլն։ Այդ մարդուն եթե օտարերկրյա ներկայացուցիչներ են այդ կարծիքը ասել ու ասել դուք պետք է փոխեք ձեր իշխանություններին, այդ ինչ է նշանակում։ Դա պետականության դեմ ուղղված չի եւ շատ կարեւոր մի դիտարկում այս վերջերս այդ մասին մտածեցի, եթե նրանք արշավ են անում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու դեմ։ Եթե նրանք արշավ են անում քաղաքացիական պայմանագրի դեմ, ընտրված լեգիտիմ իշխանությունների դեմ, դա նշանակում է նրանք պետության դեմ են պայքարում։ Այդ ինչի երբ մենք քննադատում ենք որոշ սրբազանների եւ նրանց վարքը, նրանք ասում են դուք եկեղեցու դեմ եք պայքարում։ Այդ ոնց է նրանք հավասար են եկեղեցու հետ, նույնական են եկեղեցու հետ, իսկ մենք պետության ներկայացուցիչներս տարանջատ ենք։ Ես չեմ կարծում, որ մենք նույնական ենք։ Բայց նրանց մեկնաբանությունը այդպիսին է, որ եթե դուք խոսում եք, թիրախավորում եք որոշակի խնդիրներ, որոնք առկա են, ոչ մեկ չի հերքում այդ։ Իմիջիայլոց եւ հայտարարության տեքստի մեջ, եւ այս հանրային քննարկումներին ոչ մեկ չի հերքում են փաստերը, որոնք որ շատ սուր ձևով են արտահայտվել։ Բայց խնդիրը նրանում է, որ խոսվել է դրա մասին։ Դա միայն խոսում է նրա մասին, որ տաբուացված թեմաների շուրջ հայ հասարակությունը դեռևս ունի ինչ-որ պաշտպանողականություն, որ պետք է վայ չխոսենք, բայց մեր խոհանոցում կնստենք քննարկենք։ Ոչ, դա խնդիրներ են, որ եթե չբարձրաձայնես, այդպես էլ ավելի լճանալու ուղղությամբ ես գնալու։ Դու որտեղից սկսվեց։ Ուզում եմ, հա, հիմա Չուլանոցից սկսվեց։ Շատ լավ, Չուլանոցն էր խնդիրը։ Դե ըստ եկեղեցականների, այո։ Ամբողջ խնդիրն է անում է, որ այդ քննադատությունը երբ հնչում է, կարող է դրան որպես կառույց ասեմ, էլի, ոչ թե որպես քաղաքական ընդդիմություն, հստակ պատասխան հնչել, որ այո, օրինակ, չգիտեմ, ֆինանսավորման խնդիր ունենք որոշակի եկեղեցիներում ապահովելու բարեկարգ վիճակ, չգիտեմ, ինչ որ մի բան, որը որ այդ անհերքելի փաստը կամ գոնե ուղղային աշխատանքներ եւ հանրային իրազեկումներ կանեին, որ նայեք, այդ աշխատանքները արվում են, որպես եկեղեցիները ավելի բարեկարգ եւ ավելի սրբատեղի նմանվեն, ոչ թե շատ որոշ դեպքերում շատ կոպիտ նկարներ են հրապարակվել էլի, որտեղ կենթանիներ են պահվում եկեղեցիներում։ Տեսեք, վարչապետի դուք ինքն եք բնորոշեցիք, շատ սուր է բարձրացվում խնդիրները, սուր ձև է բարձրացվում։ Կա վարչապետի խնդիրների բարձրացման ոճի ձևի մեջ մի բան, որի հետ դուք համաձայն չեք։ Ես իրականում համաձայն չեմ ընդհանրապես մեր հայ հասարակության մեջ վերջին տարիներին ձևավորված խոսույթի եւ արդեն ավանդույթ դարձած այդ ռետորաբանությանը, բայց եկեք այս պարագայում ես չեմ ուզենա տենց դետալների մեջ խորանալ, ընդհանուր բովանդակությունը թողնել։ Իրականում մենք այս ամբողջ օրերի ընթացքում երևի բոլորը քննարկել են ձևը եւ ոչ թե բովանդակությունը, եւ դա մեր հասարակության խնդիրներից մեկն է։ Բայց նորից եմ կրկնում, սա մի կետ է, որտեղ բոլորը պետք է հասկանան, որ երկու կողմից էլ այդ ոչնչանում է դրա արժեքը, այդ խոսույթի արժեքը։ Մենք պետք է երկու կողմից էլ ինչ-որ կետի հասնենք եւ նաեւ հասարակությունը ոչ միայն քննադատի իշխանություններին, այն իրավապաշտպան կազմակերպությունը, քաղաքասերեկությունը, այն բոլոր մարդիկ, ովքեր դժգոհություն են հայտնում ձևի շուրջ։ Ես հորդորում եմ նրանց նույն դժգոհությունը եւ երկակի ստանդարտները չկիրառել, նույն դժգոհությունը ուղղել այն անթույլատրելի խոսույթին, որը տարիներ շարունակ է արդեն հեռարձակվում է տարբեր անկյուններից, սկսած TV-ներից վերջացրած բլոգերներով։ Դուք հիշեցիք Վազգեն կամ Բագրատ Գալստանյանին, օտարերկրյա ուժային կենտրոններից ինչեր են իրեն ասում եւ այլն։ Հա, ինչ կա որևէ հիմք ուսումնասիրելու այս հայտարարությունը, կա որևէ հիմք կամ ինստիտուտ, որը զբաղվում է այդ հայտարարությամբ, այդ անձով, այդ ինչ կենտրոնների հետ կապ ունի, ձեր գործընկերը
կասկած է հայտնում օտարերկրյա գործակալ լինելու կամ ազդեցության գործակալ լինելու մասին։ Հետո ինչ, եթե դրան չի հետևում ինստիտուցիոնալ մակարդակում արձագանք եւ գործողություն։ Դուրս է գալիս ով ինչ ուզի կասի։ Ես դրա հասցեատերը չեմ, բայց ես կարծում եմ, այո, իրավապահ-մարմինները որոշ դեպքերում պետք է ունենան այդ հնարավորությունը նաև հարցաքննելու մարդուն հասկանալու թե ինչ որտեղից եւ ինչպես, բայց այդտեղ հարցը հետեւյալն է, արդյոք նման հայտարարությունների հետևից բոլորի հետևից պետք է գնանք։ Ես վստահ եմ, որ Բագրատ Գալստյանն այնքան ստերի փունջ է արտահայտել այս տարվա ընթացքում, որ արդեն անլուրջ են շատ մարդիկ վերաբերվում նրա ցանկացած խոսույթին։ Ինչու եք դուք լուրջ վերաբերվում։ Ես լուրջ չեմ վերաբերվում, ես հետևություններ եմ անում, որ եկեղեցու ներկայացուցիչներն են նման խոսույց տարածում։ Իմ խնդիրը այն չի, որ որոցե քաղաքացի կարող է ասել, ես լսել եմ, ես ինչ կենտրոնից ինձ ինչ բաներն են ասել, ինձ ամեն քաղաքացի իր ազատ խոսք ունի եւ կարող է ինչ-որ տենց մեկնաբանություններ անել, որը շատ դեպքերում եթե լայն տարածում է ստանում, արդեն ազգային անվտանգության խնդիր կարող է լինել, բայց այս պարագայում իմ թիրախը այն է, որ այս մարդիկ խոսում են արժեքներից, պետականությունից, ազգային արժեքներից, ազգային արժանապատվությունից զուգահեռաբար խոսում են, որ մեր ներքին գործերի մեջ խառնվում են օտարները։ Հասկանում եք, քաղաքականությունը այդքան միատարր չի, ինչպես նրանք են պատկերացնում, կամ դեռ միջնադարյան ժամանակների իրավիճակները չեն։ Բայց ձեր դետարկումներից մեկը մոռացա, որ հայտնի է եղել նաև իրականում շատ դրվագներ, որ եկեղեցականները օգտագործվել են օտարերկրյա գործակալների կողմից կամ օտար իշխանությունների կողմից, այո, դարեր շարունակ դեռ դարեր առաջ մեր կաթոլիկոսները օծվում էին կայսրի կողմից այլ երկրում, հետո նոր գալիս էին այս տարածք կամ սովետական իշխանությունների կողմից շատ դեպքերում չէին թիրախավորվում, քանի որ սովետը արգելում էր ընդհանրապես կրոնական կազմակերպությունների իրավիճակները, հենց այդ է հարցը եւ կներեք, պարոն Հաճապահյանը իր հարցազրույցում չի հերքել, որ եկեղեցականները KGB-ի հետ էին աշխատում, բայց մեկնաբանում է այնպես, որ հետո էլ նրանք էին այդ KGB-ի գործակալներին բերում Հայաստան, ոնց որ հակառակ ագենտուրան էին անում։ Այստեղ հարցը հետևյալն է, մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը ըստիս չունի են բազան, այսպես ասած KGB-ի գործակալների, որ կարող է այդ հանրայնացնել եւ ասել կամ չգիտեմ բան, չի կարող ունենալ այլ պետության հատուկ ծառայությունների բազան, չես կարող ունենալ։ Գոնե պիտի իմանաք, չէ՞ ովքեր են այդ մարդիկ այստեղ աշխատում։ Ես երազեի երևի թե ես կերազեի երևի թե որ մեր արտաքին հետախուզության կամ այլ կառույցները այնքան կարողություններ ունենային, որ կարողանային բացահայտել Հայաստանի Հանրապետության բոլոր օտարերկրյա գործակալներին, որտեղ ես կարծում եմ թե ընդդիմության, թե որոշ եկեղեցականների, թե շատ այլ բլոգերների մեջ կան այդ մարդիկ եւ նրանք շատ ավելի տենց ամրապնդված են Հայաստանի Հանրապետությունում։ Իմ նաեւ հույսը եւ հավատը նրանում է, որ այս հայտարարությունների հետևից որոշակի ծառայությունների, որոշակի գործողություններ կհետևեն։ Բայց նորից եմ կրկնում, ես չեմ դրա հասցեատերը։ Դե գուցե պետք է գոնե այն իմաստով հասցեատերը ինստիտուտներ կայացնել, հա, որ այդ ինստիտուտները կարող ինստիտուտներ լինեին, որպեսզի մենք շատ առարկայական եւ օրինակներով կարողանայինք խոսել խնդիրների մասին, ինչ իմաստով, ոչ թե գնայինք, չգիտեմ, կաթոլիկոսը կամ այս մյուսը կուսակրուն է, կուսակրուն չէ, ինչ է, ոնց է, երբ է։ Գիտեք, դուք կոնկրետ դրվագին եք անդրադառնում, բայց հարցը մի քիչ այլ է։ Մեզ մեղադրում են, նրանք մեզ մեղադրում են մեր քաղաքական դիրքորոշումների, մեր քաղաքական հետագծի եւ քաղաքական առումով կատարած քայլերի մեջ, որը շատ կոպիտ ասած ամրագրված է օրենքներով եւ ունենք մեր սահմանադրությունը, մենք աշխատում եւ ապրում ենք մեր սահմանադրության համապատասխան։ Հոգեվոր դասը ապրում է իր հոգեվոր կանոններով։ Հիմա եթե դուք թիրախավորում եք մեզ մեր օրենքները, այսպես ասած, ձեզ խախտելու մեջ, երբ որ մենք թիրախավորում ենք ձեզ ձեր կանոնադրությունը խախտելու մեջ, ու միայն կներեք կուսակրոնության մասին չի խոսքը։ Նույն իմ ամենամեծ մեղադրանքը ամենայն դեպս որպես քրիստոնյա այն է, որ դուք չեք պահում քրիստոնեական արժեքները, չեք սիրում ձեր դիմացինին, դուք ատելություն եք տարածում, դուք խոսում եք, որ դուք եք որոշողը թե ով է հավատացյալ, թե ով ոչ, դուք եք ընտրում մարդկանց, ով կարող է մտնել եկեղեցի, ով ոչ, հեռացնում եք եկեղեցուց այն մարդկանց, ովքեր հանկարծ ձեզ քաղաքական առումով չեն հարում, դա արդեն
չի վերածվում հոգևոր կամ քրիստոնեական արժեքների դավանող կազմակերպության, դա հակառակը խոսում է նրա մասին, որ դուք քաղաքական ընդդիմախոս եք դառել եւ պետք է պատրաստ լինեք քաղաքական առումով պատասխան ստանալ։ Իսկ օրինակ վարչապետի հենց այդ առաջին գրառումը, հա, այդ կրկին հարուցած գրառումը, տեսեք, երբ վարչապետի բառերով ասած բերվեց հանրային քննարկման առարկա տաբու թեմա դոմփել չդոմփելու տրամաբանությամբ, հիմա կարող է ձեր իշխանության մոտ այդպես ձևավորվել է կամ դառնա սովորություն, ձեր այս դեպքում ոչ միայն ոնց որ քաղաքական, առհասարակ օպոնենտներին փորձեք լրացնել անձնական կյանքի անձեռնմխելի դրվագներ հրապարակելով, հանրայնացնելով, սպառնալով, շանտաժի ենթարկելով։ Ես դες ընդհատեմ, դա մեր արժեքներին դեմ է եւ մենք ընդհանրապես վարչապետն էլ իր հաջորդ գրառումներում մեկնաբանել է, որ անձնական կյանքը չի քննարկում, չի կարելի քննարկել ու քննարկման առարկա չի ոչ մեր, ոչ իրենց կողմից։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել մեր հայ հասարակությանը, որ շատ դեպքերում մենք արձագանքում ենք բաների, որոնք շատ լայն տարածում չեն գտել, բայց այդ նույն թիրախավորումը անձնական կյանք մտնելու հենց նրանց կողմից է սկսվել։ Հա, պիտի շարունակել։ Ոչ, խոսքը նրա մասին չի, որ այստեղ անձնական կյանք կա։ Խոսքը նրա մասին է, որ այդ նույն նորից հետ վերադառնանք իմ խոսքին։ Կուսակրոնությունը դա եկեղեցու կանոնադրության մեջ ամրագրված դրույթ է։ Երբ դու մեզ թիրախավորում ես մեր քաղաքական հետագծի համար, որը որ մեր օրենքներով է սահմանած, այսպես ասած աշխարհիկ կյանքի օրենքներով, դու հոգևոր դասի օրենքները պետք է նույնպես պահած լինես։ Հարցը նրանում չէ, թե ով հետ ինչպես, մեզ դա չի հուզում եւ չի հետաքրքրել ու չի էլ հետաքրքրելու։ Ես չեմ կարծում, որ օպոնենտները երբևիցե մեր կողմից տեսել են նման թիրախավորում, շատ ներողություն է, հնարավորությունը բոլորս ունենք ու մենք այնքան փոքր ժողովուրդ ենք, մենք բոլորս իրար մասին ամեն ինչ գրեթե գիտենք եւ դա հանրայնացնելով վատ է իրականում, որտեղ անձնական կյանքը մարդու այն ամենաանձեռնմխելի տարածքն է, որ անգամ իրանից բացի ոչ մեկ իրավասություն չունի մտնելու, բայց այդտեղ հարցը անձնական կյանքի մասին չի։ Սա հարցը նույն օրենքները պահպանելն է, ինչ որ դու մեզնից ես պահանջում։ Իրավապահ համակարգը դատավորներին չեք բարևարկել, չեք կայացրել, գնում է կաթողիկոսի բարևարկության հարցը։ Ես դեռ չէի համաձայնվի եւ նախորդ ձեր մեկնաբանության մեջ էլ դուք ասիք, որ ինստիտուտներ չեք կայացրել, այն ինստիտուտները, որոնց մասին խոսում եք ազգային անվտանգության առումով, կանխել են այս տարիների ընթացքում շատ մեծ հանցագործություններ։ Շատ մեծ հանցագործներ տեսել եք, տարբեր խմբակներ ենք դրսում նաև ուսում ստացած, որպեսզի գան Հայաստանում իշխանափոխություն անեն բռնի ուժով եւ ռազմական ճանապարհով, այդ խմբակներն են բացահայտել այդ ազգային անվտանգության ծառայությունները։ Ես չեմ կարծում, որ այդ ինստիտուտները բարձ թողի մատնված են եւ մեր հայասարակությունը տեսնում է պարբերաբար ինչպիսի բացահայտումներ է իրականացվում, բայց այդտեղ այդ դրա վտանգի աստիճանը մեր ժողովուրդը չի գնահատում, որովհետեւ Հրանտ Մարգարյանները կարողանում են դեռևս իրենց եթերում հայտարարել, որ հոկտեմբերի 27-ը դա պորտկում էր եւ կարող է այդ պորտկումը կրկնվել։ Այո։ Գլուխներդ պատովն եք տալիս, թե այդ պորտկումը կարող է կրկնվել։ Երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետությունը չի գլխատվելու։ Դա դուք ձեզ պիտի ասեք։ Գիտեք ինչու, որովհետև ինչու կարող է Հրանտ Մարգարյանը այդպիսի հայտարարություն անել, ասել, որ դա պորտկում էր, իհարկե նոր հոկտեմբերի 27-ը որոշակի հետևանքներ կունենա, բայց որպես ակտ եւ իր վերջնարդյունքում կլինի սրբության սրբոց։ Ուր է այդ հոկտեմբերի 27-ի գործը, ուր են դրա շահառուները, ովքեր են դատապարտված։ Դատապարտված մարդիկ կան։ Հա, Նայիրի Հունանյան։ Այո, իրականացնողները, բայց այդտեղ հարցը այլ տեղ է, եկեք Նայիրի Հունանյան էլի կարելի է գտնել, եթե պատվիրատուները դրսում են։ Եթե վերադառնում ենք իրավապահ համակարգ, մենք իրավապահ համակարգի նկատմամբ քննադատություն հնչեցնում ենք գրեթե ամեն հնարավոր առիթին։ Եվ վերջերս էլ դատախազության զեկույցի, քննչական կոմիտեների զեկույցի ժամանակ հենց հոկտեմբերի 27-ի հարցը շատ լայն քննարկում ունեցավ եւ նաեւ հայտարարվեց, որ հնարավոր է լինեն նոր բացահայտումներ հոկտեմբերի 27-ի գործով շատ շուտով։ Այդ բոլոր դատախազներն ասում են։ Գիտենք, բայց այդտեղ հարցը հետեւյալն է, տեղի ունեցել 1999 թվականին։ Հա, ինչ։ Այն ապացույցները, որ միջև եկել ենք, հասել ենք 2018 թվական եւ դրանից հետո
գրեթե ամբողջությամբ թե մարդիկ որպես ապացույց, թե վկաներ որպես ապացույց, թե իրեղեն ապացույցներ վերածվել են մեծամասամբ եւ դա չի վերաբերում միայն հոկտեմբերի 27-ին, այդ ժամանակներից ի վեր տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանություններին, որոնց մասին հիմա ցավոք սրտի մեր հասարակության հիշողությունը այդքան էլ չի ներում, որ հիշեն բոլոր հնարավոր ոճրագործությունների մարտի 1-ի վերաբերյալ, որոնք ներքաղաքական պատճառներով են տեղի ունեցել եւ այո, իրավապահ համակարգում ունի բարդություններ այդ հանցագործությունները ամբողջությամբ բացահայտելու։ Դա մեզ որպես քաղաքական իշխանություն չի բավարարում։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է որոշակի խնդիրներ ունենալով իրավապահ համակարգում նորից եմ գրկում որոշակի, որտեղ բացահայտումներ շատ են եղել այս ընթացքում։ Ասենք գիտեք ինչ, դե եթե այս ամբողջությամբ չեն կարողանում անել, ուրեմն նաև չխոսենք այդ տաբուացված թեմաների մասին կամ չխոսենք այն խնդիրների մասին, որոնք առկա են շատ համակարգերում։ Մեկը մյուսին չի հակադրում, երկու process-ները իրար հետ զուգահեռ պետք է գնան։ Ես հասկանում եմ, որ իրավական process-ների ակնկալիքները շատ ավելի բարձր են եղել եւ հիմա հասարակության մոտ կա որոշակի հիասթափություն այդ մասից, բայց այն տաբուացված թեմաների կամ այն անընդունելի թեմաների մասին խոսույթը, որ մենք ենք առաջ բերում, ասում ենք այո, պետք է հասարակության քննարկման առարկա դառնա եւ մարդիկ նաեւ ընտրեն այդ կեղծ բարեպաշտությունից դուրս գալու այդ պատմուճանը հանելու վերջապես պատմությունը, պետք է ընտրեն այդ քաղաքականությունը, մենք այս երկրորդ թևի վրա գալիս է ընդդիմություն արդեն, գալիս է այսպես դիմադրողականություն, որ ոչ, մի մտեք են դաշտ, որտեղ որ մենք տենց կոմֆորտ զոնայում այդ կեղծերով հավաքված իրար հետ շատ լավ ջանջիկեր էինք ասում։ Դուք ասում եք, որ խնդիրներ կան տարբեր առանցքային իրադարձությունները ամբողջությամբ բացահայտելու եւ այլն։ Չգիտեմ, ասում են ամենամեծ խնդիրը ձեր քաղաքական կամքի բացակայությունն է։ Ոնց է այդ քաղաքական կամքը, ես չգիտեմ էլ ոնց պետք է արտահայտվի այդ քաղաքական կամքը։ Քաղաքական բառամթերքով արտահայտվում է, քաղաքական ելույթներով արտահայտվում է, իրականությամբ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը ներդնելով արտահայտվում է, իրավապահներին հաճախ չգիտեմ, տեսնելով որ այդ մարդը չի կատարում իր ամբողջական պարտականությունը, հեռացնելն է, ֆինանսավորումն է, կառուցակարգերի ներդրումն է, օրենսդրական բարեփոխումներն են, էլ ինչ պետք է անենք։ Ես ուզում հայ հասարակությունը մեզ ասի որպես իշխանություն, եթե ես չգնամ քննիչ աշխատեմ, ինչ պետք է անեմ ուրիշ կամ չգնամ դատախազ աշխատեմ, ուրիշ ինչ պետք է անեմ։ Ես ունեմ այն լիազորությունները, որը ունեմ։ Ես փոխել եմ օրենսգիրք, ես ասելով ինքնատեմ քաղաքական թիմը փոխել ենք օրենսգրքեր, ներդրել ենք նոր համակարգեր, լրիվ զրոյից ստեղծված համակարգեր, որտեղ բարեվարկության ինստիտուտով անցած մարդիկ են աշխատում եւ այդ համակարգերը, որ զրոյից են ներդրված, դրանք արդյունավետ են։ Հակակոռուպցիոն քննչական կոմիտեն, ապօրինի գույքով բռնագանձման դատախազությունը, դատախազության մարմինը, որ աշխատում է ապօրինի գույքի բռնագանձումով, դատարանը ապօրինի գույքի բռնագանձման մասով, այսինքն այն ինստիտուտները, բարեկային ծառայությունը, իրավապահ համակարգում այն ինստիտուտները, որոնք զրոյից են ստեղծվել, դրանք տալիս են հիմա իրենց պտուղները, մենք ամեն օր ենք տեսնում, բայց ինչ վերաբերվում է արդեն այն դժգոհությանը, որ մենք ունենք, գործերի ձգձգումից սկսած վերջացրած հնարավոր ամենաբացահայտ իրականությունը չբացահայտելու մեջ։ Այդ մասով ես չգիտեմ այլ ինչ կարամ անեմ, քան գնալ քննիչ աշխատել կամ դատախազ կամ դատավոր, չգիտեմ։ Պրոֆեսիոնալների հավաքել։ Ախր դա այդքան էլ տենց պրոֆեսիոնալներն ենք հավանում։ Այդ ինչ գործ է դատախազը կազմում։ Գնում է սահմանադրական դատան, փլվում է։ Սահմանադրական դատանում փլվեց ինչի համար, Ժիրայր ջան, եկեք դուք ասեք։ Որտեղ շատ պրոֆեսիոնալ է։ Չէ, սահմանադրական դատանի, այսինքն մեր սահմանադրության մեջ հոդված կա, որը սահմանադրական դատանը համարում է հակասահմանադրական։ Ես չգիտեմ էլ այդ նշանակում է այդ սահմանադրությունը ինչ որ լուրջ խնդիրներ ունի։ Սահմանադրական դատանի կազմի այդ ժամանակվա կազմի։ Չգիտեիք դրա մասին։ Գիտեինք։ Բա ուր էիք տանում։ Իրավական ճանապարհով գնալու։ Շատ հետաքրքիր, երբ Քոչարյանը ամբողջ բոլոր հնարավոր տեղերից խոսում է իր նկատմամբ ճնշումների եւ բռնաճնշումների նկատմամբ, ինձ տեղ հարց են տալիս, որ փրկեիք Քոչարյանին։ Դե եթե Քոչարյանին հարցրեք, մենք ուզել ենք դրան փրկել, թե ձեր գործընկերներից, որ ասում են մեզ շատ հարմար ընդդիմություն է։ Հարմար ընդդիմություն է մեկ այլ կոնտեքստում, որ հնարավոր այնքան
թույլ կետ էր եւ այնքան ոչնչացման հնարավորություն ունի այդ ընդդիմությունը, որ մենք կարող ենք ոչինչ չանել, իրենց արդեն իրենց եղելիությամբ արդեն իսկ փշացնում են ամբողջ քաղաքական դաշտի մշակույթն ու ձևը ու հայ հասարակությունը դրա գնահատականը տալիս է հեշտ է դրանով, բայց ես բազմիցս շեշտել եմ, մենք նորմալ ընդդիմության եւ ոչ միայն քաղաքական ընդդիմության, ես կարծում եմ նաեւ մեր հոգեվոր դասնել պետք է դադարի ընդդիմություն լինել եւ ես հույս եմ հայտնում, որ նրանց երեկվա հայտարարությունը նրա մասին էր, որ մեզնից հեռու մնացեք, մենք խելոք կպայենք մեզ, չգիտեմ։ Այդպես եք հասկացա։ Դե այլ մեկնաբանություն չեմ կարող տալ, բացի նրանից, որ հերթական անգամ են ընդդիմադիրների թելը թելեցին, որ ադրբեջանական քարոզի արդյունքն է եւ հայ եկեղեցու դեմ է ուղղված, ես իմ համար ամենաանընդունելին, որ էլի ներկայացուցիչների մասին խոսելուց նրանք իրենց ներկայացնում են հայ առաքելական եկեղեցի ինստիտուտի հետ, մենք այնքան ներդրում, որ արել ենք այս տարիների ընթացքում եկեղեցու մեջ, եթե ոչ մի իշխանություն չի արել։ Թող գնան այն իրենց քաղաքական զուգընկերների ձեռքները պաչեն, ասեն, տեսնեն, որտեղից այն ինչ որ հիմա արվեց էլի մեր համար։ Դուք կարևոր բան եք ասում, մեր եթե ժամանակը ավարտվել է, բայց ցեղասպանության վերաբերյալ, հա, օրինակ ձեզ մեղադրում են ուրանալու կամ եսի մինչերի մեջ, ցեղասպանության 110-րդ տարելիցի ժամանակ Թանգարան ինստիտուտի տնօրենը խոսեց եւ ասաց, որ վերջին տարիներին Թանգարան ինստիտուտի լայն իմաստով գործունեության մեջ պետության կողմից այնքան ներդրում է արվել, որ նախկին 30 տարում չի արվել հանրագումարի բերած ամբողջ իրար հետ։ Գալիս ենք էլի հասնում ենք ձեր աշխատանքի բացերին։ Մեր աշխատանքի բացերին չի, եւ հավատացած եմ, որ քաղաքացին իր տնից դուրս գալուց տեսնում են փողոցը, որը սարքվել է, որը 30 տարի չի սարքվել, եւ գնալու օրինակ, չգիտեմ, կադաստրի կոմիտե կամ այլ ծառայությունները, որոնք թվայնացված են, տեսնում են հստակ ավելի բարեկարգված, բարելավված ծառայություններ։ Պետության հետ շփումներում տեսնում է փոփոխությունը։ Ես այս վերջերս մի հատ դիտարկում անամոփակ եմ թեման։ Ապշած եմ գիտեք ինչից, որ քաղաքացիները երբ որ մեզ դիմում են, ինձ անձամբ դիմում են։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված քաղաքացի երեք ինձ դիմել է։ Հարցը երբ որ լուծում է ստանում, որտեղ ինչ որ իր կառուցակարգեր չեն աշխատել կամ դանդաղ են աշխատել, մարդիկ ապշած են։ Ասում են մենք չենք հավատում, որ այդտեղ sense նորմալ մարդիկ կան կամ մենք չենք պատկերացնում, որ պետության ներկայացուցիչները sense բարի կարող են լինել։ Ախր բարի չի, դա մեր պարտականությունն է, դա մեր աշխատանքն է, բայց ես գիտեմ, որ քաղաքացին տեսնում է այդ փոփոխությունը։ Ես մեղադրում եմ մեզ հանրայնացնելու կամ կոմունիկացիայի խնդիրների մեջ այս կետում, բայց ես տեսնում եմ, որ քաղաքացիները իրենց ամենօրյական կյանքում տեսնում են այդ փոփոխությունները, ինչ չի եղել տարիներ առաջ։ Իսկ երբ խոսքը վերաբերվում է էլի ձևին, երբ մեզ քննադատում են մշտապես ձևի մեջ, բովանդակությունը թողելով։ Այ բովանդակությունը հենց այդ ներդրումներն են ցեղասպանության ինստիտուտի մեջ, եկեղեցիների մեջ, ճանապարհների մեջ, որոնք որ եկեղեցի կար նենց բլրի գլխիներ, ոչ մեկ չէր կարողանում այնտեղ ձիով էին հասնում մարդիկ։ Հիմա մենք ճանապարհ ունենք դեպի այդ կոթողներ։ Դա է ներդրումը եւ բովանդակությունը, ինչ վերաբերմունք ունի քաղաքացիական պայմանագրի իշխող ուժը երևույթների կամ կառույցների նկատմամբ։ Շնորհակալություն։ Նմանապես։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն էր։